Բարև ձեզ բոլորին, շնորհակալություն, որ մեզի լսեցիք վաղորդներին ու եկաք, շնորհակալ եմ բոլորիցս, հանձինն Մեսրոպ Մանուկյանից, որ այսքան լրագրողներին տեղյակ պահեց, շնորհակալ ենք, բոլոր վաղորդներս շնորհակալ ենք հայտնում, հիմա ասեմ, օնլայն տաքսիների, մեր բողոքը բոլոր օնլայն տաքսիների կազմակերպության հետ է, ոչ թե Բերեք չառանձնացնենք Yandex, Gigi, բոլոր օնլայն տաքսի կազմակերպությունները, բոլոր օնլայն տաքսի կազմակերպությունները պիտի մեր երկրում իրենց տոկոսները իջացնեն, որը պիտի լինի ընդամենը 10%, պետական գույքն է հետը, պետական հարկն է հետը, 5% պետական հարկը, 5% է օբշի տաքսի օնլայն տաքսի կազմակերպությունները 5% ինչ ենք ուզում ասենք, մենք եթե միջև հիմա է 5% մուծում ենք պետությանը, խի հարկադրված չենք, ինչի համար ենք մուծում, բացի այդ 5%-ից մենք վարորդներ ենք, որը անվտանգ գործ ենք անում, այսօր վարորդներ կան վթարից, որը ինքն է դաժե չի խփել, մեղավորությունը իրան չի, եկել են խփել են, ոտը ջարդվել է, այսօր իր հաշվին, ինքը ոչ բժշկական ապահովագրություն ունի, բժիշկներին փող է տալիս, այսօր իրոքից անկեղծ եմ ասում, ոտը ջարդված մարդ ունենք, վթարից, որը ինքը մեղավոր չի դաժե, չկա, ինքը որ դուց հիմա դիմի, ում դիմի, բայց ինքը տուրք է տվել, արդեն մի տարուց ավել է, 2 տարի է, ինչքան գիտեմ, պետական տուրքը տալիս ենք, քանի? 3-րդ տարի մենք պետական տուրք ենք տալիս, բայց մեզի ոչ մեկ չի գնահատում, մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում, ավտոները թարմացնենք կամ ինչ-որ տունը մի բան առնենք, չենք անում ապառիկով է դաժե, ասում են դուք ոչ միտեղ գրանցված չեք, բայց մենք, այո, ու ամենավտանգավոր, ամենաժամերը, ամենաերկար ժամերը, թողներեն բոլոր դասախոսները, որ մարդիկան ասում են, դե դասատուն է, խոսքի այսքան փող է ստանում, դուք էլ եք այդքան համարյա ստանում, ասում եմ դասատու ջան, հարգելիս, դասատու, դու ընդամենը աշխատում ես 6 ժամ, բայց վարորդը վտանգավոր գործ անում, այսօր դուք չեք պատկերացնում, գիշերը վարորդ ունենք, որը խմացների հետ, որը անապահով, գցողներ, այսօր այնքան նարկամ, ոնց ասեմ ձեզ, ամեն տեսակի մարդկանց հետ շփվում են, ամեն տեսակի, ու անվտանգ գործ են անում, որը, չգիտեմ, դաժե գցողի փողը մեր վրից հաշվում է, պատկերացնում եք զանգել եմ Yandex-ին իր զակազն է, որ ինքն է ընդունել։ Ասում եմ, հարգելի Yandex, հարգելի Gigi, ինձի հաճախորդը ասես մտնեմ խանութ, վերադառնամ։ Ու խանութում հետևի կողմով գնաց, չկա հիմա։ Ասում եմ, հարգելի Yandex, դու այդ գումարը գոնե մի գանձի, արի կես անենք, չէ որ դու ես տվել պատվերը։ Չէ, ես այդ ծրագիրը չունեմ։ Միշտ ինչ որ խնդիր ալնում, ծրագրի վրա է գցում։ Ու միշտ վարորդ, ժողովուրդ կռիվ է գցում, միշտ այսօր վարորդների աշկից, վարորդները բոլոր ժողովուրդի աշկից ընկել են, այդ ծրագրի խաթր։ Հիմա դուք որ ասում եք, երբևէ եղել է, որ առաջարկեք ձեզ դարձնել գրանցված աշխատող, որ ուրիշների Մենք արդեն 3 տարի է պայքարում ենք, մենք ձորումել ենք հավաքվել, դալմայի հետևն է, մեզ դաժե այս վերջերս գնացել ենք, սաղ տեղերը գնացել ենք։ Բայց ինչ են ասում օնլայն տաքսի ծառայությունը ինչ է ասում դա։ Լսելի չի տալիս մեզի ձեզ ինչի գրանցված աշխատող ձեր գործակցի չի դարձնում, իրան ձեռ չի տալիս, որովհետև ինքը կարում է պետությանը խաբի է։ Հիմա նայեք, մենք չգիտենք 120,000 հոգի աշխատող, թե կարող է միգուցե 170,000 է։ Ինքը պետությանը կարա խապի, դաժե ինքը խապում է, մեր բոնուսներից գումարը հետ է գանձում, նայեք, հիմա հաճախորդը նստավ, 1000 դրամ ցույց է տալիս, չէ, պատվերը, թողեք խոսեմ, բացադրեմ, 1000 դրամ է ցույց է տալիս, չէ, որ հաճախորդը խոսքի, ըստ էիս նշեց 3-րդ մաս, դու ցույց է տալիս 1000 դրամ, հասնում ես 3-րդ մաս, մեկ է ցույց է տալիս 800 դրամ, արա ասում ես, նուժելի ես եմ գժվել, Զանգում եմ, մեն մնացած վարորդներին, ասում եմ, վարորդներ, ձեր մոտը տենց բանել է, լա, ասում աղբեր, հա, սաղիս մոտ է հնում է, դուրս է, հաշում է հետ, գողանում է, որ հաճախորդի աշկին լավ երևա, նայեք, հիմա նայեք, բիզնես ավտոն, մարդիկ ներգրավել են բիզնես ավտո, չէ, բիզնես ավտոն կարմանես ծրագրով անի, ինքը ստարտի տակ փշի, կամֆորտի տակ, որ վարորդին ասում է, դու եթե խելոք չմնացիր,
քո բանը իջացնել, քո մինուսներ, որ իջացնում է, բիզնես ռեյտինգը իջացնում է, բիզնես ավտոն չի կարում այլ բիզնես քշի։ Իջնում է կոմֆորտ պլյուս, ստար, ու իր ռեյտինգը այդպես բարձրացնում է։ Ինքը ինադու է անում այդ ամենը, որ իր հաճախորդ կա, սիրում են խոսքից, հասարակ ավտոյով չեն ուզում քշեն, ասում են մեկը ստարտ պատվիրենք, այս հասարակ ավտոն եկավ, չեղարկենք, մեկը պատասխանատվություն չունենք, չեղարկենք, այնքան չեղարկենք, ֆիրմա ավտո գա, մեզի խոսքի, բիզնեսի ավտո գա, որովհետև գիտեն, մի քանի անգամ քշել են, նստել են, բիզնեսի ավտոն եկել է։ Այս ստարտի վարորդն է գնում է 3 կիլոմետր, 4 կիլոմետր, մեկի հաճախորդը չեղարկում է։ Անեցել ծրագիր ունի, որ ինքն էլ է անգամ չեղարկում անում ծրագրով։ Ուրիշ վարորդի է տալիս։ Իր վարորդներին։ Հիմա ինքը գարաժներ ունի, որը գարաժների ի վնաս մեր գարաժները, հիմա մեր հայրենակից գարաժները, պարկերը, որը կոչվում է պարկեր, 4% իրանք են գանձում, ինքը մասնավոր պարկեր է բերել, 3 հոգու խոսքի, 0.8% պարկեր է դրել, որ վարորդներին իր մոտ քաշի։ Պատկերացնում եք։ Լավ չի որ դուք այդքան վճարեք իրան ոչ թե։ Լավ է, բայց նայեք պարկերին ինքը ուզում է ոչնչացնի մեր հայ ազգի պարկերին, որ արդեն վարորդին իրանով անի, ստրուկով։ Այսօր վարորդներ կան, իր պարկի վարորդները, ստրուկի պես քշում են 16 ժամ, 18 ժամ, իրանք չեն կան, ու ավտոները իրանք են բերում այդ հոնջի ավտոները։ Իրանք տալիս են օրավարձով, ասում է, այս մեր ավտոն դու իրանք ավտոներին ճիշտ է, այդ բանը։ Ներողություն, իսկ ճանապարհների իրավիճակի մասին ինչ կասեք։ ճանապարհը ահա որ փոսեր է։ Այս վերջում Կներեք, էլի դուք անընդհատ հետ եք գնում, առաջ կկանգնեք։ կանգնի։ Քիչ առաջ։ Ուրեմն ճանապարհները այսօր ահա որ է։ Դաժե դրա պատասխաններ չունենք։ Խոսքի այսօր նոր տարվանից հետո գցում են աղի վրա, աղը պրիչոմ է ճանապարհների, խոսքի, բայց մենք տաքսու վարորդ ենք, ամենաշատը այս ճանապարհների շնորհիվ դժվում է տաքսու վարորդը, որովհետև ինքը 16 ժամ այս մեր ճամփեքին են, քանդը, այն օրը զանգել են մեր վարորդները, քաղաքապետարան, ասում են ճանապարհները հետևեք, փոսեր կան, շատ փոսեր կան, ասում է բան, տեղը ասեք, ասում է հարգելիս, տեղը սաղ ճանապարհն է, ասում է հա, հասեն ասեք, որ մենք ներգրավենք, զուտ վարորդները սաղ զանգել են, հասեն քաղաքապետանով, ասել են, այսի խոսքի այս հասցեն, այսի ընդեղ, ու TikTok-ում է, սաղ Facebook-ում է տարածված, վարորդները նկարում են, փոստերը ցույց են տալիս։ TikTok-ից դա ինքը պալյուբոմ տեսած մտիլն է։ Ճիշտ եմ հասկանում, որ նաև ընդդում եք, որ ինչի եք շատ փող համենայնպես 200,000-ից ավել աշխատում եք, բայց օրինակ իմ պես մյուսների պես չեք կարող։ Այո, այսօր նայեք, վարորդների մեջ, որը նայեք, թողեք խոսամ, ելի կներեք։ Դուք խոսելու ընթացքում հեսա ոստիկանության պատասխան կտակ կանցնեք, մի քիչ առաջ կանգնեք։ Հելի առաջ։ Չգնաք, էլի, խնդրում ենք։ Շնորհակալ։ Լավ է։ Երիքա այսքանը, լավ է, շնորհակալ։ Ես ուզում եմ հասկանամ, ահաժների մեջ նաև դա է մտնում։ Այո, ամենակարևորը, մեր ամենակարևոր պահանջը հիմա ներկա պահի։ Տոկոսի իջացում, այսօր Yandex-ը անես մոնոպոլիա ստեղծել, եթե իր բիզնեսի մեջ մինչև 31% վարորդին գանձում։ Հեսա դա բացատրեմ, ոնց է գանձում ինքը վարորդին 34 դաժե։ Ինքը ասում է, եթե ուզում ես այս տարածքի մեջ ֆրաս քեզի հաճախորդ տամ, ինձի ծիխարի 9%։ Հեսա գալիս է 9% ավել գումարտու, որ քեզի հաճախորդ տամ։ Նայում եք, ինքը դաժե վարորդների մեջ գումար բազություն է ստեղծել։ Ոնց որ ասում է, դու ինձ 9% ավել գումար տու, ես քեզի լավ հաճախորդներ կտամ։ Այդ տոկոսի իջեցումից բացի էլի ես հարց եմ էլի տալիս չեք լսում։ Գործադուլը ոնց որ չաշխատենք։ Չեն կարա, նայեք, հիմա էտել են քննարկել։ Գործադուլ, հիմա որ չաշխատենք, մարկա օրավարձով քշում է ավտոն, վարձի տերերը ստիպում են վարորդին, եկեք լավ, ընդեղ